Ծանոթություն ցուլի հետ, սիրային համատեղելիություն։ Ցուլի հետ հարաբերություն սկսելը նման է ամուր հիմքով տան կառուցմանը։ Ամեն ինչ զարգանում է աստիճանաբար, բայց վստահ քայլերով։ Ցուլը չի սիրահարվում մեկ ակնթարթում եւ չի տրվում կտրուկ զգացմունքներին։ Ծանոթության փուլում նա նախ դիտում է, զգում, գնահատում, արդյոք մարդը համապատասխանում է իր ներքին չափանիշներին։ Նրա համար առաջնային են վստահությունը, անկեղծությունը եւ հոգեբանական հարմարավետությունը։ Ցուլի հետ ծանոթանալիս կարևոր է համբերությունը։ Նա կարող է թվալ զուսպ, նույնիսկ մի փոքր փակ, սակայն սա ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Ցուլը չի բացվում բոլորի առաջ եւ ժամանակ է պահանջում, որպեսզի համոզվի, որ դիմացինը լուրջ է տրամադրված։ Եթե այդ փուլը անցնում է առանց ճնշման կամ շտապեցնելու, ցուլը սկսում է աստիճանաբար բացահայտել իր ջերմ ու հավատարիմ բնույթը։ Սիրային համատեղելիության հարցում ցուլը ձգտում է կայուն կապի։ Նա իրեն լավ է զգում այն մարդկանց կողքին, ովքեր կանխատեսելի են, ազնիվ եւ հուզականորեն հասուն։ Ցուլի համար հարաբերությունը պետք է լինի հանգիստ նավահանգիստ, ոչ թե մշտական փոթորիկ։ Այդ պատճառով նա դժվար է համակերպվում անկանխատեսելի, չափազանց փոփոխական կամ խաղային վարք ունեցող մարդկանց հետ։ Լավագույն համատեղելիություն ցուլը գտնում է այն նշանների հետ, որոնք գնահատում են հավատարիմ հարաբերությունները եւ կարողանում են պահպանել հավասարակշռություն։ Երկրի տարի ներկայացուցիչները հաճախ նրան տալիս են կայունության զգացում, իսկ ջրի տարի նշանները կարող են ավելացնել հուզական խորություն եւ հոգեվոր կապ։ Այդպիսի զուգընկերների հետ ցուլը կարողանում է ստեղծել երկարաժամկետ եւ վստահելի հարաբերություն։ Օդային եւ կրակային նշանների հետ կապը կարող է լինել ավելի բարդ։ Եթե դիմացինը շատ ազատասեր է, մշտապես փոփոխության մեջ կամ հակված է ռիսկային քայլերի, ցուլը կարող է զգալ ներքին անհանգստություն։ Սակայն եթե երկու կողմերն էլ պատրաստ են փոխզիջումների, այդ հարաբերությունները կարող են դառնալ հետաքրքիր հակադրությունների համադրություն։ Մի կողմում կայունություն, մյուսում շարժում եւ ոգեշնչում։ Ծանոթության փուլում ցուլը ուշադրություն է դարձնում մանրուքներին։ Նրա համար կարևոր է, թե ինչպես է մարդը խոսում, ինչ արժեքներ ունի, ինչպես է վերաբերվում առօրյա հարցերին։ Ցուլը կարող է չասել շատ խոսքեր, բայց ուշադիր հետևում է ամեն ինչին։ Եթե նա շարունակում է կապը, դա արդեն նշանակում է, որ դու անցել ես առաջին կարևոր փորձությունը։ Ցուլի հետ հարաբերությունը պահանջում է վստահություն եւ հետևողականություն։ Նա չի սիրում անորոշ հարաբերություններ կամ զգացմունքային խաղեր։ Եթե զգում է, որ դիմացինը անկեղծ է եւ պատրաստ է իրական կապի, ցուլը դառնում է չափազանց նվիրված զուգընկեր, ով պատրաստ է ներդնել ժամանակ, ուժ եւ հոգատարություն հարաբերության մեջ։ Ընդհանուր առմամբ, ցուլի հետ ծանոթությունն ու սիրային համատեղելիությունը հիմնված են կայունության, վստահության եւ իրական զգացմունքների վրա։ Նա չի փնտրում արագ կրթապոտ պատմություն, այլ ձգտում է այնպիսի կապի, որը կարող է ամուր մնալ տարիների ընթացքում։ Ցուլի կողքին սերը դառնում է հանգիստ, խորքային եւ իրական։